բայց երբ որ հասկացա, որ իրավիճակը ճակատագրական է լինելու իր համար, ինքը դիամետրալ շրջվելու է դեպի Ռուսաստանը, բաց ձեռքերով, ասի անառակ որդու վերադարձը։ Այդպիսի մի հատ ներկայացում բեմադրի, հայտնի ֆանտաստիկ կերպարվեստի ներկայացուցիչ Ռեմբրանտի ոճով, հա։ Ինչ վերաբերում է եվրոպական այս միջոցառումներին, Հայաստանը դիտարկվում է որպես վարձավճարով տարածք, որից Հայաստանը ստանալու է իդեմս վարչապետի նախընտրական բոնուսներ եւ ակտիվ քարոզչական պրոցեսներ։ Եվրամիությանը Հայաստանը բացառապես հետաքրքիր է մեկ էլեմենտի մասով, դա հնարավոր հակառուսականության օրակարգերն են, ինչ որ քայլեր Ռուսաստանի համար, որը բավական բարդ իրավիճակում է գտնվում, իհարկե դա էլ է քննարկելի, բարդ թե ոչ բարդ, բայց այնուամենայնիվ բարդ իրավիճակում է գտնվում ու Հայաստանը կողքից պետք է այսպես ասած հարվածի կամ խնդիրներ ստեղծի, ինչ որ ճգնաժամեր ստեղծի եւ այլն եւ այլն։ Այսպիսի պրոյեկտներ, այսպիսի առաջարկներ Հայաստանին շատ վաղուց են եղել ու Հայաստանը ավելին ասեմ, օգոստոսյան պատերազմը հիշում եք, այդ հենց այնպես չարվեց։ Իրանք ցանկանում են, որ հայ-ադրբեջանական պատերազմ սկսեն, ռուսները մասնակցեն, իսկ ռուսները այդ ժամանակ ինչով էին զբաղված, ռուսները բավական ծանր իրավիճակում